Նոյեմբերի 20-ից 30-ը ջեռուցման կաթսաների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից սկսած ընդամենը 129,000 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովը։ Միջոցառմանը ներկայ եղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր, դատական իրավապահ, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման, անկախ ու ինքնավար մարմինների, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, զինծառայողներ, ոստիկաններ, փրկարարներ, կրթական, մշակութային առողջապահական հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, ավելի քան 7000 մարդ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել պետության հարատևության բանաձևը ելույթով, որում մասնավորապես նշել է համաժողովն ինքն իրենով պետության, Հայաստանի Հանրապետության դերի եւ նշանակության վերարժևորման արտահայտություն է մեր ժողովրդի համար, պետության ոչ միայն կարևորությունը, այլև կենսականությունը ընդգծելուն ուղղված միջոցառում։ Պետական բոլոր մարմինների բոլոր աշխատակիցները համքարություն են իշխանությունների տարանջատման սկզբունքով հանդերձ պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ եւ նրանց հավաքական աշխատանքը կանխորոշում է պետության որակը, պետության քաղաքացիների ու բնակչության կյանքի որակը, պետության եւ քաղաքացու հարաբերությունների որակը, ասել է վարչապետը։ Նա նաեւ խոսել է լեգիտիմությունից։ Լեգիտիմություն պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը, սա որում վերաբերվում է թե արտաքին, թե ներքին հարաբերություններին, քաղաքականություններին ու որոշումներին, նշել է վարչապետը։ Լեգիտիմության հենքի վրա գործելը, եթե չի երաշխավորում, առնվազն էականորեն մեծացնում է անվտանգության եւ ապահովության մակարդակը, թե մարդու, թե պետության համար, եւ լեգիտիմությունն այն կարևոր գործոններից է, որը պետք է սպասարկի մեր պետության հարատևության օրակարգը։ Հետևաբար, լեգիտիմության վրա հիմնված եւ լեգիտիմության հիմքերի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում պետք է պետական եւ հանրային կյանքի շարունակական օրակարգ լինի եւ մեր լեգիտիմությունը պետք է ինտեգրված լինի համաշխարհային լեգիտիմության միտումներին, համաշխարհային իրավակարգին, համաշխարհային լեգիտիմության զարգացումներին հաղորդակից լինելու համար։ Արտաքին հարաբերությունների մեր լեգիտիմությունը ըստ այդմ բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրից։ Ներքին լեգիտիմությունն իր հերթին մի աղբյուր ունի եւ այդ աղբյուրը պետության հիմնադիրն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ու նրա ազատ կամարտահայտությունը։ Լեգիտիմությունը վարչապետի խոսքով անվտանգության ապահովման էական միջավայր եւ գործիք է։ Լեգիտիմության հիմքերի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում պետք է պետական եւ հանրային կյանքի շարունակական օրակարգ լինի եւ մեր լեգիտիմությունը պետք է ինտեգրված լինի համաշխարհային լեգիտիմության միտումներին, համաշխարհային իրավակարգին, համաշխարհային լեգիտիմության զարգացումներին հաղորդակից լինելու համար։ Արտաքին հարաբերությունների մեր լեգիտիմությունը ըստ այդմ բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրից։ Ներքին լեգիտիմությունն իր հերթին մի աղբյուր ունի եւ այդ աղբյուրը պետության հիմնադիրն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ու նրա ազատ կամարտահայտությունը։ Փաշինյանը նշել է, որ հենց լեգիտիմությունն է փոքրացնում պատերազմական վիճակում հայտնվելու հավանականությունը եւ մյուս կողմից հնարավորություն է տալիս էականորեն մեծացնել պաշտպանական կարողությունները, որովհետեւ երբեք եւ ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել սեփական միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու որևէ պետության իրավունք եւ այս ըմբռնումը սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները պաշտպանական տեխնոլոգիաների հասանելիությունը ավելացնում է անգամներով։ Նրա խոսքով Հայաստանի ներքին
լեգիտիմությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է ունենալ նոր սահմանադրություն, իսկ նոր սահմանադրության հանրակրվեն պետք է տեղի ունենա 26 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ 1995 թվականին եւ դրանից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ունեցել զգացողություն, որ սահմանադրությամբ երկրում հաստատված իրավակարգը բխում է իրենից եւ իր կամքից, որն ինքն է այդ իրավակարգի աղբյուրը, որովհետև 95 թվականի եւ հետագա սահմանադրական հանրակրվեների արդյունքների կասկածելի լինելու զգացողությունն ու համոզմունքը էականորեն ավելի ուժեղ են եղել, քան հանրային վստահությունը սահմանադրական հանրակրվեի պաշտոնական արդյունքների նկատմամբ, եւ ստացվել է, որ ապրելու կանոնները քաղաքացու համար կրկին որոշել են ուրիշները եւ ոչ թե ինքը քաղաքացին, ուստի նրա խոսքով նոր սահմանադրության ընդունումը չափազանց կարեւոր է մեր պետության հարատեվության ու անվտանգության օրակարգի տեսակետից։ Վարչապետը ընդգծել է ինչու նոր սահմանադրություն եւ ոչ սահմանադրական փոփոխություններ։ Որովհետև սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, նոր քաղաքական եւ պետական վարդապետություն եւ ինչպես նոր կտակարանում է ասվում, նոր գինին, նոր տիկերի մեջ։ Այս նոր վարդապետությունը քաղաքացուն ասում է. «Սիրիր քո պետությունը ինչպես ինքդ քեզ», բայց կարգախոսը այդպես էլ կարգախոս կմնա առանց իրավակարգի եւ քաղաքացու միջև օրգանական կապի ձևավորման, պայմանականորեն ասած առանց կենսաբանաքաղաքական գործընթացի, որը կստեղծի այդ կապը։ Սա է նոր սահմանադրության ընդունման գործընթացի առանցքային նպատակներից մեկը։ Նոր սահմանադրությունը պետք է լուծի նաև մեկ այլ, թույլ տվեք ասել, ինժեներական խնդիր, պայմանականորեն։ Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աերոդինամիկա, էլի պայմանական, եւ աերոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ եւ միասնական չլինի, թե ինչ ենք մենք ուզում ունենալ արդյունքում, ավտոմեքենա, ինքնաթիռ, թե տիեզերանա։ Հենց սրա համար է կարևոր, որ նոր սահմանադրության ընդունման հանրակրվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Մեկ ժամանոց ելույթում վարչապետը նշել է, որ 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո սահմանադրական հանրակրվեի անցկացումը հնարավորություն է, որ բոլոր ուժերը սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքն ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ, իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում։ Նա ընդգծել է, պետք է գերկենտրոնացած լինել 3 հասկացությունների վրա՝ պետություն, ինքնություն, երջանկություն։ Այս 3 հասկացությունները միևնույն ժամանակ եւ նպատակ են եւ միջոց, որոնք աշխատում են գալարաձև կամ պարուրաձև տրամաբանությամբ։ Պետությունը բարձրագույն նպատակ է եւ միջոց մեր ինքնության պահպանման ու զարգացման համար։ Մեր պետությունն ու ինքնությունը նպատակ են եւ միևնույն ժամանակ միջոց։ Մեր ազատությունը, բարեկեցությունն ու անվտանգությունը կամ մեկ բառով ասած երջանկությունն ապահովելու համար մեր պետության եւ ինքնության վրա հիմնված երջանկությունը գերնպատակ է եւ միևնույն ժամանակ միջոց մեր մեկ այլ նպատակի, մեր ինքնությունը պահպանելու ու զարգացնելու, մեր պետության զարգացումն ու հարատեվությունն ապահովելու, մեր պետության շահն առավել արդյունավետ սպասարկելու համար, հավելել է նա։ Ապա վարչապետը սահմանել է պետական ծառայողի մակրո նպատակը, այն է ապահովել Հայաստանի հարատեվությունը։ Մեր նպատակն է, որ մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը որպես այդպիսին շարունակաբար գոյություն ունենա 50 տարի, 100 տարի, 150 տարի, 500 տարի, 1000 տարի եւ դրանից անդին։ Հասկանում եմ իհարկե, որ եթե մեր մտածողության բանաձևերով 50-100 տարի պետություն ունենալու տեսլականը դեռ կարող է ընկալվել որպես պրակտիկ խնդիր, ավելի երկար պլանավորման մասին խոսակցությունն ինքնին կարող է տարակուսանք հարուցել։ Բայց եթե 1000 տարվա պետության տեսլականն ակնհայտորեն չի կարող ձևավորել ամենօրյա միկրոգործողությունների պլան, կարող է եւ պետք է ձևավորի ամենաօրյա գործելակարգի հոգեբանություն եւ ենթագիտակցություն։ Դա այն գործոնն ու միջավայրն է, որ պետությունը մեզանում եւ մեզ համար պետք է եւ կարող է դարձնել մտածելակերպ, ազգային մտածելակերպ։
1000 տարվա պետության տեսլականն այսօրվա մեր գործողության եւ մեր ապրած ժամանակի արժեքը խորությամբ եւ ամբողջությամբ գիտակցելու գործիք է, որովհետեւ այսօրը առաջիկա 1000 տարվա ամենակարևոր ժամանակահատվածն է, ամենակարևոր պահը, առանց որի առաջիկա 1000 տարին չի կարող գոյություն ունենալ։ Ապագան առանց այսօրվա չի կարող գոյություն ունենալ։ Ահա թե ինչու է ապագան այսօր։ Եվ այս պահին զրուցելու եմ Գյումրիի ժուրնալիստների ասպարեզակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։ Պարոն Բարսեղյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պարոն Բարսեղյան, այսպես նախորդին վարչապետը ծավալուն ելույթ ունեցավ շուրջ 1 ժամանոց ելույթ, որտեղ անդրադարձավ լեգիտիմությանը, սահմանադրությանը, իրական Հայաստանի եւ այլն, բայց անպայման ուզում եմ սկսենք սահմանադրության փոփոխությունից, երբ ըստ էության հստակ ժամկետներ նշվեցին 26 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո եւ հիմնավորվեց ինչու սահմանադրության ընդունում եւ ոչ թե սահմանադրական բարեփոխումներ, որքանով է ճիշտ ընտրված այդ ժամանակահատվածը եւ որքանով է հիմնավոր վարչապետը իր այսպես ձևակերպումներում, համեցեք։ Շնորհակալություն։ Ես հիշեցի, որ երբ Սերժիկ Սարգսյանը 14 թվականին սահմանադրության փոփոխությունների զրույց բացեց, այն ժամանակ տարբեր քաղաքական ուժեր իրենց դիրքորոշումները հայտնեցին, թե կարևոր է փոխել, մեկ ուրիշ խումբ ասում էր, որ հարկավոր է մասնակցել ներողություն հանրաքվեին եւ դեմ քվեարկել, ասել ոչ, իսկ քաղաքացիական պայմանագիրը պարոն Փաշինյանի գլխավորությամբ սկսեց բացատրել, որ դա կեղծ օրակարգ է, սահմանադրության փոխելու անհրաժեշտություն չկա եւ այլն եւ այլն։ Եվ ըստ էության քաղաքացիական պայմանագիրը հետ պահեց այդ process-ներին մասնակցելուց, նույնիսկ չմասնակցելու կոչեր չարեց։ Հիմա իհարկե հեղափոխության ժամանակ հիշում ենք, որ բազմիցս խոսվել է սահմանադրության անհաջող կամ ցախողակ լինելու կամ հարմարեցված լինելու այս կամ այն պաշտոնյայի պաշտոնական երկարակեցությանը, խոսվել է այդ մասին ու խոսվում էր, որ անպայման հեղափոխությունից հետո սահմանադրական փոփոխություններ են լինելու, հետո ձևակերպվեց փոփոխությունների համար նոր սահմանադրության մշակման խորհուրդը, մասնագիտացած հանձնաժողովը, երկու տարբեր մարմիններ, որոնք սկսեցին տարբեր հանդիպումներ եւ ժողովներ ունենալ, նույնիսկ մարզերում հանդիպումներ ունեցան մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչները մարդկանց կարծիքը լսելու համար, այդ ընթացքում ահագին մարդ իրենց գաղափարները ներկայացրեցին եւ այլն, անցել է արդեն համարյա 7.5 տարի, այնուամենայնիվ որևէ փաստաթուղթ, այդպես էլ այդ սահմանադրության փոփոխությունների կամ բարեփոխումների կամ փոփոխությունների, ինչպես կուզեք, նյութերից չի հրապարակվել։ Ես օրինակ մինչև հիմա չեմ կարողանում հայթայթել, գտնել, տեսնել այն տեքստերը, որոնք մշակել է այդ հանձնաժողովը, առաջարկությունները կամ խորհուրդը, որոշ դեպքերում որոշ լուրերի ենք ականատես եղել կամ ականջալուր եղել, որ ահա խորհուրդը գումարեց այսպիսի մի նիստ, այդպիսի մի խայտառակ պատմություն էլ հիշում եմ կապված կայուն մեծամասնության սկզբունքի պահպանման հետ, այդ խորհրդի կազմում դրել քննարկում էին քաղաքասարակությունը եւ կարծեմ կուսակցություններից մեկը դեմ էր, որպիսի կայուն մեծամասնության սկզբունքը խորհրդարանական ընտրություններում պահպանվի, մյուսները կողմ էին, գործող իշխանությունները կողմ էին, նրանց աջակցող քաղաքական ուժերը կողմ էին, որպիսի կայուն մեծամասնության սկզբունքը պահպանվի հնարավոր սահմանադրության մեջ եւ այլն, վերջը եկավ հասավ մի այնպիսի մոմենտի, երբ սահմանադրության փոփոխության հայաստանյան իրական կարիքը հակառակի պես կամ թարսի պես եկավ համընկավ պարոն Ալիևի պնդումների հետ, Ադրբեջանի պնդումների հետ, թե Հայաստանը պետք է իր սահմանադրությունը փոխի, դրա նախաբանում բաներ կան, որ իր համար անընդունելի են,
եւ այլն ու հիմա ցավալին այն է որ այն օբյեկտիվ անհրաժեշտությունը որ պիտի արվեր տարիներ առաջ առանց Ադրբեջանի պնդման հիմա արվում է նաեւ Ադրբեջանի պնդմանը զուգընթաց շատ վատ իրավիճակ է սա այն իմաստով որ ահագին մարդ ովքեր իսկապես ուզում էին եւ ուզում են որ սահմանադրությունը բարեփոխվի կամ նոր սահմանադրություն լինի, որը իսկապես ապահովի երկրի հարատեվություն, երջանկություն, հավերժություն եւ այլն, անընդհատ մտքներում ունենալու են կասկածը, թե այ մարդ այսքան ժամանակ որ չէի կանում, ինչի հանգարց հիշեցի կանելը Ալիևի պահանջներին զուգընթաց կամ լավ, մինչև այդ պահանջները եթե սրտանց ուզում էի կանել այդ մշակված փաստաթղթերը կհանեք մի հատ նայենք էլի, հա, սևագրերը, ես իմ նախագծեր են, բաներ են, երկու մարմին է աշխատել, ինչպես ասացի, այդ մշակած նյութերը կարելի է տեսնենք, պարոն վարչապետ, հանեք տեսնենք էլի, վերջին դեղ մարդիկ ռոջիկ են ստացել, աշխատավարձ են ստացել, ենթադրվում է, որ բարեխեղճորեն աշխատել են, թե չեն աշխատել, հա, հետաքրքիր է, մի հատ հանեք այդ թղթերը նայենք, տեսնենք ինչ են արել, անկախ Ալիևի պահանջելը, էլի, հա, այս իմաստով իհարկե անհրաժեշտ է շարունակ կեղծիքներով ընդունված, վերաընդունված, վերափոփոխված կեղծիքներով ամեն անգամ սահմանադրությունը վերջապես ճանապարհ տնել ունենալ ժողովրդի կողմից ընդունված սահմանադրություն։ Բայց այս ժողովրդի կողմից ընդունված ձևակերպումն էլ շատ մեծ բան է, տարակուսանքների հիմք է տալիս, թե արդյոք որևէ հանձնաժողովի կողմից մոռանանք Ալիևի պնդումները, որևէ հանձնաժողովի խորհրդի կողմից մշակված, ընդունած, բազմիցս քննարկված, լավ, թեկուզ ազգային ժողովում 1-2 հանրային լսում անցնելիք, փաստաթուղթը եւ 1 ամսվա քարոզարշավ ունենալիք ուրեմն հանրակրվեն պիտի համարվի ժողովրդի կողմից ընդունված։ Արդյոք մենք հանգարց նորից չենք ունենալու համանման պրոցեդուրա սահմանադրության ընդունման կամ փոփոխման, ինչպիսիք եղել են 95, 2005, 2003, երբ չանցավ Քոչարյան Ռոբերտի փոփոխությունները եւ 2015-ի սահմանադրական հանրակրվեները։ Բոլոր այդ դեպքերում ժողովուրդը կողքից դիտողի տեր է ունեցել, այն կեղծիքները լցոնում բան եւ այլն, դրանք առայժմ թողնենք մի կողմ։ Բայց որ հանրության խորը շերտերի, լայն շերտերի այդ մասին իրազեկվի, ինչը ենթադրում է առնվազն 1-1.5 գուցե 2 տարվա իրազեկման բանավիճային արշավ, մեր երկրում ոնց որ նման բան չի եղել ու չի պլանավորվում։ Ես համարում եմ, որ օրինակ բրիտանական Brexit-ը, երբ Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ Եվրամիության կազմից, անհամեմատ ավելի երկար ժամանակահատված է հանրային իրազեկում ու քարոզ ու բանավեճ ու վեճ իրականացվել, դեբատներ, հազար ու մի բաներ, որպեսզի հանրության հնարավորինս շատ խմբեր, հնարավորինս շատ մարդ իրազեկվի եւ կարծիք ունենա ոչ թե 1 ամսվա ընթացքում, բանը 1-2 հեռուստատեսությամբ խոսեն, տնեն, վերցնեն, քննարկեն, ասեն, դե քարոզարշավն արեցինք, էլի, այդպես չպիտի լինի, անկախ Ալիևի պահանջել չպահանջելը։ Ես համարում եմ, որ Հայաստանը կարիք ունի նոր սահմանադրության, վաղուց եմ այդպես համարել, նոր չէ, որ ես սա ասում եմ, համարում եմ, որ այս իշխանությունը 18 թվականից մինչև 20 թվականը կարող էր նախագիծ մշակած ունենալ, 2 տարում կարող էր նախագիծ ունենալ մշակած եւ հանրությանը մատուցած։ Համարում եմ, որ անպայման պիտի ընդունվի նոր սահմանադրություն, բայց դրա իրազեկումը, բովանդակային քննարկումը կամ ձևավորումը այդտեղից սկսած պիտի լինի հնարավորինս լայն հանրային ընդգրկմամբ։ Սա չպիտի սահմանափակվի էլիտիստական կամ էլիտար քննարկումներով։ Հանրային խորհուրդը քննարկեց 3 անգամ, եկուս մյուս օր կլսեք էլի այդ լուրերը, հա, երբ որ նախագիծ լինի բան։ 2 անգամ էլ ասենք հանրային լսում հրավիրվեց ազգային ժողովում, մեկական անգամ էլ ձևական գնացին, ասենք մարզպետարաններում հրավիրեցին քաղաքասարակությանը կամ, չգիտեմ, տեղական կուսակցությունների տեղական ներկայացուցիչներին, ասացին, որ ժողովուրդը լավ իրազեկված է, ոչ, գլուխ, բաժին եւ այլն, այս ամբողջը պիտի հանգամանորեն ժողովրդին ներկայացվի, քննարկվի ժողովրդի հետ եւ դա չի կարող լինել պակաս քան 1-1.5 տարին։ 1.5 տարի շարունակ ես համարում եմ, որ Հայաստանի պետական իշխանությունը պիտի զբաղվի նախագծի մշակման կամ մշակված նյութերի կամ նախագծի հանրային իրազեկմամբ եւ քննարկմամբ։ Հիմա երբ
օրինակի համար ձեր բացման խոսքից առաջ ցուցադրված դրվագներում կամ հենց պաստառի վրա գրված վերնագրից տատելով ես հասկանում եմ, որ պետական իշխանությունը այնուամենայնիվ այդպես էլ չի կարողացել ընկալել Հայաստանի կառավարման համակարգը ըստ էության։ Ներողություն, ի նկատի ունեմ օրինակի համար հետևյալը, որ գրված էր պետական մարմինների, չգիտեմ, համաժողով եւ նշվում էր, որ հրավիրվել են տեղական ինքնակառավարման մարմինները։ Սա նշանակում է, որ պետական իշխանությունը, այս իշխանությունը նախորդների պես այդպես էլ չի հասկացել, որ տեղական ինքնակառավարման մարմինները պետական կառավարման մարմիններ չեն։ Սիրելիներս, տեղական ինքնակառավարման մարմինները տեղական ինքնակառավարման, տեղական իշխանություններ են, համայնքների ձևավորած իշխանություններն են, դա պետական իշխանության մարմին չէ։ Հիմա կասեք, դե լավ է, դե մանրուք է։ Այո, այդպիսի մանրուքների դժվար ընկալելուց հասկանում ենք, որ այս իշխանությունը չի պատկերացնում ընդհանրապես երկրի կառավարման սխեման ինչպիսին պիտի լինի։ Ոչինչ չէր խանգարի, եթե ասվեր պետական ուրեմն մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համաժողով ասենք։ Այնտեղ էլ թողնենք էլի թե հողակների, պողակների ներկայացուցիչներից ով կար, որովհետեւ ճշգրիտ ցուցակ է պետք հասկանալու համար, օրինակ դպրոցի տնօրենը պետական մարմին է, թե ոչ։ Մանկապարտեզի տնօրեն կար այնտեղ արդյոք, թե ոչ թե միայն համայնքապետերն էին։ Եթե համայնքապետերն էին ու տեղակալներն էին, արդյոք դա քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներն էին միայն, թե նաև կային համայնքներից այնտեղ ներկա եղող այլ կուսակցությունների ներկայացուցիչներ եւ այլն։ Սրանք հարցեր են, մանր բաներ են, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, որ պետական իշխանությունը նման համաժողով կազմակերպելիս խորամուխ չի եղել, թե վերնագիրը ինչ տնի։ Կարող էին տնել Հայաստանի տարբեր իշխանությունների, մարմինների համաժողով ենթադրենք։ Այնպես որ սահմանադրություն փոխելը բազմաթիվ պրոֆիլներով խորը ուսումնասիրությունների եւ հանրային իրազեկումների ու բանավեճերի կարիք պիտի ունենար։ Եկուս մյուս օր տեսնենք ինչ են մշակելու, բերեն առաջարկեն, ասեն սա է, էլի։ Սահմանադրության ընդունումը կամ նոր սահմանադրության ընդունումը արժեքավոր է նաև այն իմաստով, որ այս սահմանազատման, սահմանակցման խոսակցությունների կամ գործողությունների համատեքստում հայ-ադրբեջանականի նկատի ունեմ հնարավոր են ինչ-ինչ տեսականորեն, հա, սահմանների փոփոխություններ, անկլավների հարցի լուծում է պետք այդտեղ զիգզագների, սահմանային այդ կամ եռանկյունիների հարթեցման, այսպես ասած, փոխշահավետ իհարկե, բնականաբար Հայաստանը ես չեմ պատկերացնում, որ Հայաստանը պիտի զիջի մինչև վերջ, չգիտեմ էլի, հա։ Ահա սրանք են իմ պատկերացումները սահմանադրություն փոխելու կամ սահմանադրություն ունենալու գաղափարի համատեքստում։ Պարոն Բարսեղյան, տեսեք, մեկ ժամանոց ելույթում վարչապետը այդպես էլ չանդրադարձավ հարցին, թե արդյոք նոր սահմանադրության մեջ պիտի լինի հղում անկախության հռչակագրին, թե ոչ։ Գիտեք, որ որոշ ժամանակ առաջ վարչապետը նույն լրագրողների հետ ճեպազրույցում ասում էր, որ նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, ձեր գնահատմամբ այս հարցը արդեն լուծված է, փակված է, հենց այս է, որ փաստորեն Ադրբեջանի համար խնդիր է եւ պարբերաբար այս հարցն էլ հենց նրանք շարունակում են բարձրացնել իբրև խաղաղության պայմանագրի այսպես նախապայման ստորագրման։ Շատ իմաստուն երևալու կարիք չկա, որպեսզի ասենք, որ պարոն վարչապետի դիրքորոշումը այն է, որ չպիտի լինի այդ հղումը որևէ բան այս նոր սահմանադրության մեջ կամ փոփոխությունների, լավ, ասենք նոր սահմանադրության մեջ պիտի չզայրացնի Ալիևին։ Պիտի Ալիևի դուրը կա, հասկանալի է նախագծի քննարկման փուլում բովանդակությունը հրապարակվելու է եւ Ադրբեջանը նայելու է, ուշադրությամբ կարդալու է եւ որևէ կերպ ազդակ է հաղորդելու, որ ահա այդ բովանդակությամբ արդեն մեզ համար սա ընդունելի է եւ ինչքան բանը թույլ տա Հայաստանի իշխանությունը, այնքան պահանջատեր է լինելու Ադրբեջանի իշխանությունը։ Ինձ թվում է, որ պարոն Փաշինյանի դիրքորոշումը այն է, որ հռչակագրի հետ կապը ձևակերպող հատվածները պիտի դուրս գան, դրա համար պնդում է ոչ թե փոփոխություններ, այլ նոր սահմանադրություն։ Տեխնիկական իմաստով
եթե չլիներ այդ մի քանի դրվագների հանգամանքը սահմանադրության միջի, տարբերություն չկա, կարող է լինել փոփոխություն, կարող է լինել նոր սահմանադրություն, կարող է փոփոխվել 97%, ասենք թե, հա, տեսական բան եմ ասում։ Այդ դեպքում կկոչվի սահմանադրության փոփոխություն, բայց այնտեղ այն անփոփոխելի դրույթներ կան, նախաբան կա եւ այլն, որոնք ըստ երևույթին բանի հռչակագրի հետ կապված հատված է, էլի, հա, որը առայժմ կարծես թե դարձել է կարևոր խոչընդոտներից մեկը հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթղթի կամ պայմանագրի ստորագրման համար։ Ինձ համար ակնհայտ է, եթե ուղիղել չասի վարչապետը կամ քաղաքացիական պայմանագիրը, ես կարծում եմ, վստահ եմ, որ իրենց դիրքորոշումն այն է, որ սա պիտի հանվի միջից։ Ընդհանրապես սահմանադրությունները ինչ պիտի պարունակեն իրենցում, ինչ չպիտի պարունակեն, սա սահմանադրակետների մոտեցումն է, չմոռանանք կորձն է, էլի, չմոռանանք իհարկե, որ կան երկրներ, որտեղ մեկ ամբողջական փաստաթուղթ որպես սահմանադրություն գոյություն էլ չունի։ Այս էլ կարող է լինել, ինչու ոչ, հա, բայց մերի դեպքում իմ խոր համոզմամբ շատ կարևոր է ունենալ սահմանադրություն, որը կսպասարկի հանրության կարիքները եւ իշխանության ճյուղերի թևերի պատշաճ տարանջատում փոխզսպում կապահովի, արդյունավետ տեղական ինքնակառավարում կապահովի եւ բազմաթիվ ուրիշ դրույթներ, որոնք հիմա չարժե որ խորանամ։ Ահա նոր սահմանադրության իշխանության մշակելիք նախագծում իմ կարծիքով չի լինելու այդ հղումը հռչակագրին, որը խնդրահարույց է հայ-ադրբեջանական, նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ Ահա սա է իմ մոտեցումը, կարծիքը էլի։ Տեսեք, նա նաև նշեց, որ հենց լեգիտիմությունն է փոքրացնում պատերազմական վիճակում հայտնվելու հավանականությունը եւ մյուս կողմից հնարավորություն է տալիս էականորեն մեծացնել պաշտպանական կարողությունները։ Ընդհանրապես այս գնահատականների հետ կապված, հա, լեգիտիմություն, իրական Հայաստանի գաղափարախոսություն, պետական ծառայողի այսպես մակրոպլան, միկրոպլան ներկայացնելը, ինչ նպատակ ուներ խորքում պարոն Բարսեղյան ընտրություններից առաջ 7000-7500 ենթադրենք պետական ծառայողներին հավաքել ու մեկ ժամանոց ելույթ ունենալ, որ ինչ լինի։ Սիրելի Սիրանուշ, դուք երևի գիտեք, որ ձեր հարցի մեջ հարցի պատասխանը կար արդեն։ Պատասխանը երկու բառով է արտահայտվում, ընտրություններից առաջ։ Ուղիղ ընտրությունների հետ կապ ունի սա, ուրիշ ոչ մի բացատրություն չունի, չնայած այն բոլոր հանրային շփումներին, միջոցառումներին, որոնցից զերծ չէ, զուրկ չէ եւ ըստ էության շահեկանորեն աչքի է ընկնում իշխող քաղաքական ուժը Հայաստանում եւ նորություն չէ սա։ Մարդկանց այդ շփումների ծավալով կամ տեսակարար կշռով կամ ժամանակի վրա աշխատ ծավալով քաղաքացիական պայմանագիրը կներեք պիտի ասեմ, որ ամենա բանն է, մարդամոտն է, հա, մարդկանց հետ շփվելու, ավտոյից իջնելու, զրուցելու, տղա ջան, բալիկ ջան եւ այլն, հա, այս նորմալ է, եւ պիտի լինի, սա պիտի ինչ-որ արտառոց բան չլիներ, էլի։ Նման պակաս չունենալով հանդերձ իշխանությունը որոշում է տարբեր միջոցառումներով հանրային շփումների չափապաժինը կամ ջերմաստիճանը ավելացնել, դա նաև պատարագամասնակցության, կրոնականացման, նույնիսկ մոլերանտ կրոնականացման, ծնկաչոք պատարակներին ներկա լինելու այդ դրսևորումների մեջ ենք մենք տեսնում, հա, եւ այս համաժողովը կոչված էր ըստ երևույթին լրացուցիչ անգամ հանդիպել մարդկանց հետ շփվել, թե բարև է, բարլուս է, մարդիկ Իշտոյանը վիդեոտ, Գագարինը վիդեոտ, բան, ֆիլմի ասածի նման, էլի, մոտիկից տեսնել, բարևել, սելֆի է, բան է, վարչապետն է, վերջապես բոլոր նախարարներն են ընդեղ, քաղաքացիական պայմանագրի աչքի ընկնող падգամավորներն են ընդեղ, եւ շարքային մահկանացուները հնարավորություն են ունենում հաղորդվել, շփվել իշխանավորների հետ եւ ինձ թվում է որ մինչեւ ընտրությունները եւս նույնիսկ 1-2 այսպիսի գուցե դարձնեն երամսյակային, գուցե նոր ֆորմատներ հորինեն, ճիշտ կլինի որ իհարկե ուշադիր լինեն տեղական ինքնակառավարման մարմիններին պետական իշխանության մարմին չներկայացնելու խնդրին, բայց դա խորությամբ հասկանալ է պետք իհարկե հետո նոր համարել որ այո սխալ ենք ձևակերպել, ճիշտ կլինի որ այլ կերպ ձևակերպենք։ Հա, ուղիղ ընտրությունների հետ կապ ունի եւ առաջիկայում
այս 7 ամիսների ընթացքում մենք պարբերաբար տեսնելու ենք համանման միջոցառումներ, իրադարձություններ, մարզային տարբեր տեսակի այցեր եւ այլն եւ այլն։ Սա բնական է։ Ճիշտ կլինի, որ իհարկե լավ կլինի, որ դա գիտեք, դա մի միջոցառումների տեսակներ են սրանք, որոնք շատ դժվար է միանշանակ գնահատել որպես զուտ պետական եւ շատ դժվար է միանշանակ գնահատել որպես զուտ կուսակցական։ Այսինքն սինթեզ է, խառն է, եւ ստեղ ինձ մտահոգում է իհարկե այդ մարմինների աշխատանքին չխոչընդոտելու պայմանը, այնպես չլինի, որ այդ հանդիպումները վնաս տան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին մարդկանց գործից կտրելու իմաստով։ Եվ իհարկե պետական ու համայնքային բյուջեներից, ծախսերի տեսանկյունից, օրինակի համար բոլոր մարզերից ահագին մարդ էր հավաքվել, 7000 քանի 100 եք ասում, ինձ շատ հետաքրքիր է, եկուս մյուս օր լրագրողները կհետաքննեն, կպարզեն արդյոք, օրինակի համար, այսինչ մարզից, այսինչ պաշտոնյան, որ գնացել են տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը ծառայողական ավտոմեքենա է օգտագործել, թե անձնական միջոց է օգտագործել, չգիտեմ, հա, սրանք պիտի հասկանալ։ Եվ իհարկե վերադառնալով շատ կարճ սահմանադրության հնարավոր նախագծին, ասեմ, որ ճիշտ կլինի, որ բացի պետական մարմնի մշակումը սահմանադրության հնարավոր նախագծի, ինքը իհարկե այստեղ ասում է 26 թվի ընտրություններից հետո, չգիտենք, գուցե մինչև 26 թվի ընտրությունները նախագիծ պատրաստած կլինեն եւ 26 թվի ընտրություններից հետո կսկսվի հանրային իրազեկումը կամ արշավը կամ քարոզարշավը, ճիշտ կլինի, որ հնարավոր մյուս ուժերը կլինեն քաղաքական կուսակցություններ, թե քաղաքացիական հասարակություն, այլընտրանքային նախագծեր մշակեն։ Ոչ թե իշխանության առաջարկած նախագծի մեջ փոփոխությունների մասին է խոսքս, դա էլ պիտի արվի իհարկե, հնարավոր առաջարկություններ, փոփոխություններ, այլև ի նկատի ունեն, որ բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Հայաստանը նոր սահմանադրության կարիք ունի, համախմբվեն մասնագետներ հայթայթեն, ճարեն, պարտպանը, էլի պետության հետ չես կարող մրցել։ Պետությունը անսահմանափակ փող ունի սահմանադրության նախագիծը իր սրտով մշակելու համար, ինչպես 95-ին, 2003-ին, 5-ին, 15-ին, այնպես էլ հիմա։ Բայց պիտի ինչ-որ միջոցներ հայթայթեն այն կուսակցություններն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք համարում են, որ ճիշտ կլինի իրենց պատկերացրած այլընտրանքային կամ ասենք, չգիտեմ, էլի, ես իմ երկրորդ, երրորդ, չորրորդ վարկածները մշակեն, տարբերակները մշակեն եւ դեմ տան պետության ասեն, ես էլ մեր տարբերակն է, ինչից եք որոշել, որ մենք ձեր տարբերակը պիտի նորոգենք։ Եկեք դուք մասնակցեք մեր տարբերակի նորոգմանը, վերջի վերջո, հա, սա է։ Հակառակ դեպքում իշխանությունը անելու է այն, ինչ արվել է նախկինում։ Մշակելու է իր սրտի նախագիծը, ստանալու է որոշ քննադատություն որոշ խմբերից, 30-օրյա հանրային իրազեկում եւ քարոզարշավ է իրականացնելու կողմեք դեմեք սկզբունքով, ոչ թե բովանդակային փոփոխություններով, հա, եւ տանելու է հանրաքվեի 26, 27, 28 թվերին եսիմ, նայենք էլի, հա։ Շնորհակալ եմ, պարոն Բարսեղյան։ Շնորհակալ։ Հիշեցնեմ, զրուցում էի Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։